Հիմա էլ ձերբակալվել են սիրելի բարեկամներ, քննչական կոմիտե են տարվել, Արագածոտնի թեմի հոգևորականներ, թեմի առաջնորդը ինչ որ սուտ մատնությունից ելնելով, թե այլ հանգամանքների բերումով մի տերարամ կար, որ գնացել էր Պետրոս Ղազարյանի մոտ պատմել, թե իրեն իբր ստիպել են քաղաքական պատճառներով հանրահավաքի մասնակցել, երևի դա է, ես չգիտեմ պատճառն ինչն է, բայց մեզ հետաքրքրում է այստեղ բուն երևույթը։ Փաստորեն ինչ է ստացվում։ Հայաստանում չկա այլ խնդրեմ, քան հոգևորականներն ու եկեղեցին Նիկոլ Փաշինյանի համար։ Նիկոլ Փաշինյանը այսօր ավելի շատ վախ, նրա համակարգը, նրա իրավապահ համակարգը ավելի շատ վախ ունի հոգևորականներից, քան որևէ մեկից։ Նրա ուժը պատում է հոգևորականների վրա, ձերբակալված եւ կալանավորված են մարդիկ, ովքեր կամ հոգևորական են, կամ հանդես են եկել եկեղեցու պաշտպանությամբ, օրինակ Սամվել Կարապետյանը, կամ քաղաքացիներ, որոնք նույնպես այդ տրամադրությունների մեջ են։ Մարդասպաններ, թալանչիներ, 4 միլիարդ թալանած, երկիրը կեղեքած, հոկտեմբերի 27 կազմակերպած, մարտի 1 կազմակերպած, չգիտես։ Բազմաթիվ պատճառներ, որոնցով իբր տեղի է ունեցել հեղափոխություն, ոչ մի նորություն, քարլռություն, հոգևորականներն են ձերբակալվում։ Սա դիագնոզ է։ Սա խոսում է մի բանի մասին, որ կամ մենք գործ ունենք օկուպացիոն մի համակարգի հետ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, որոնք պահանջում են հանդես են եկել այդ պահանջով հայ առաքելական եկեղեցուն ուղղակի լիկվիդացնել որպես ռևանշիստական ֆաշիստական կառույց, այդ մասին խոսել է Փաշազադեն, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, կամ գործ ունենք, եթե դա մի կողմ դնենք, կամ գործ ունենք դասական բոլշևիկյան հեղափոխության հետ։ Պատմությունը եթե կարդացել եք, պետք է որ իմանաք, որ 1917 թվականի հեղափոխությունից հետո ամեն ինչ թողած զբաղված էին եկեղեցու դեմ պայքարելով, եկեղեցու հարստությունը բռնագանձելով եւ կուլակաթափելով, այսինքն բիզնեսմեններին, ունևորների դեմ պայքարելով։ Եվ ինչու են եկեղեցու դեմ պայքարում, որովհետեւ դա խանգարում էր Լենին պապիկին հաստատելու սեփական կրոնը, սեփական մեսիայի հավատամքը ժողովրդի մեջ։ Մենք գործ ունենք փաստորեն նման իրողության հետ։ Մի մինի բոլշևիկյան հեղափոխություն է տեղի ունեցել, որի առաջնորդը խնդիր ունի այլ հեղինակությունների հետ, նրանց պետք է զրոյացնի, որպեսզի հաստատի սեփական կրոնը։ Կամ էլ գործ ունենք այդ երկուսի սիմբիոզի հետ։ Այլ պարագայում, եթե դա բացառում ենք, ուրեմն մենք ապրում ենք ոչ թե պետությունում, հանրապետությունում, որտեղ գործում է օրենք, օրինականություն եւ տրամաբանություն, այլ մի հոգեբուժարանում։